Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր ճաշացանկում իշխանձուկը տոմատի մածուկով կաթսայի մեջ։ Դուք բաժանորդագրվեք My Culinary Version սխողարական ալիքին, իսկ ես սկսեմ ներկայացնել բաղադրիչները։ Ուրեմն իշխանձուկ 3 կտոր, կարելի է նաև ցանկացած այլ ձուկ, տոմատի մածուկ 2 ճաշի գդալ, սոխ 1 միջին, սխտոր 2 բջեղ, դափնու տերև 2 հատ, սև պղպեղ հատիկավոր 6-ից 8 հատ, աղ ըստ ճաշակի, ջուր մոտ 1-ից 1.5 բաժակ, բուսայուղ 2 ճաշի գդալ։ Ինչպես ենք պատրաստելու։ Սոխը կտրատում ենք կիսաօղակներով, սխտորը մանրացնում ենք։ Կաթսայի մեջ տաքացնում ենք բուսայուղը և ավելացնում ենք սոխը, տապակում ենք մինչև թեթև փափկի, ավելացնում ենք սխտորը և խառնում ենք մոտ 30 վայրկյան։ Լցնում ենք տոմատի մածուկը, մի քիչ տապակում ենք մոտ 1 րոպե, որպեսզի համը բացվի, ավելացնում ենք ջուրը և լավ խառնում ենք, որպեսզի ստացվի թանձր սոուս, ավելացնում ենք աղ, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև։ Երբ սոուսը սկսի եռալ, դնում ենք իշխան ձկան կտորները, կափարիչը փակում ենք և եփում ենք թույլ կրակի վրա մոտ 15-ից 20 րոպե։ Վերջում թողնում ենք 5 րոպե հանգստանա կաթսայի մեջ, որպեսզի համերը խառնվեն։ Ցանկության դեպքում մատուցելիս կարող եք ավելացնել նաև քիչ քանակով կարմիր պղպեղ կամ կանաչի։ Ավելացնեմ, որ այս կերակրատեսակին կարելի է համադրել նաև բրնձով փլավ, որի հետ շատ համեղ է ստացվում։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։